Այսօր ազգային ժողովը ընդունել է հունվարի 27-ը որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ ոչ աշխատանքային օր ընդունելու օրինագիծը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեռ 2 ամիս առաջ էր հայտարարել, որ քննարկում են հենց հունվարի 27-ը դարձնել հիշատակի օր, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ օրը լինի հունվարի 27-ը, այսինքն բանակի օրվան հունվարի 28-ին նախորդող օրը, ինչու ենք առաջարկում այդ օրը, որովհետև նախ մենք չենք կարող առաջարկել օր, որը ինչ որ ռազմական իրադարձության օր է, որովհետև այդ դեպքում անխուսափելի հարց կառաջանար, ինչու այս օրը եւ ոչ մյուս օրը։ Եվ հետեւաբար պետք է ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օր չէ, բայց պետք է նաև ընտրել օր, որը որոշակի տրամաբանություն եւ սիմվոլիզմ ունի, եւ մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, երբ որ առաջին օրը մենք հարգանքի տույր կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը, բանակի օրը արդեն որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Ռուբինյանը այսօրվա նիստում եւս շեշտել է, օրն ընտրել են հաշվի առնելով, որ այսօրվա հետ կապված որևէ համընկնում չպետք է լինի։ Ես կարծում եմ, որ սա այն նախագծերից է, որ արժե եւ պետք է, որպեսզի ազգային ժողովն ընդունի կոնսենսուսով։ Այսօր նստաշրջանն էր բացվում եւ երբ որ հնչում էր Հայաստանի օրհներգը եւ բոլորս բնականաբար ոտքի կանգնեցինք, ես ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ այնքան քիչ բաներ են մնացել, որ միավորում են մեզ։ Այսինքն այնքան քիչ բան կա, որի ընթացքում մենք բոլորս օրինակ ոտքի ենք կանգնում կամ բոլորս ծափ ենք տալիս եւ իրախություն բոլորիս իհարկե օրհներգը դրանցից մեկն է, բայց ի տխրություն բոլորիս շատ քիչ բաներ են մնացել այդպես եւ ես առաջարկում եմ չքաղաքականացնել այս նախագիծը եւ բոլորով կողմ քվեարկել, որովհետեւ ինչպես ասել եմ հանձնաժողովի նիստում, մենք ուզում ենք սահմանել օր, երբ որ ԿՊԵ-ականը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի շիրիմի առաջ, դաշնակցականը կխոնարհվի Հայաստանի պաշտպանության համար հայրենիքի պաշտպանության համար զոհված ԿՊԵ-ականի շիրիմի առաջ եւ այսպես շարունակ։